ակցիան եւ ինչ եք պահանջում կառավարությունից։ Ակցիան նպատակ ունի նախ պահանջելու կառավարությունից, որպեսզի դադարեցվի այս արհեստականորեն ստեղծված թանկացումները։ Քանի որ այսօրվա դրությամբ իմացանք, որ այսօր կրկին եւս դոլարը իջել է, բայց կարծես թե մեր խանութներում եւ սուպերմարկետներում, այսպես ասած, մի որոշ օլիգարխներ դա չեն նկատել, գնային որովից է փոփոխություն տեղի չունեցել։ Երեկվա դրությամբ ձեթը 1200 դրամ է։ Խանութներում անգամ հաց գոյություն չունի, որովհետեւ այսօրվա արտադրողը ինքը չգիտի ինչ բաղ, ինչ ակնկալիքներ ունենա։ Ես ինքս կոնկրետ ապրում եմ մարզում եւ կարող եմ փաստել, որ մեր մարզում Արարատի մարզին է կոնկրետ խոսքը, Մասիս քաղաքում կարող են գնալ նայել, տեսնել, որ խանութներում գրեթե հաց գոյություն չունի։ 250 դրամ մարժին մի հրազդան հաց է։ Դե սիրելի քաղաքացի, եթե քո աշխատավարձը չի բարձրացում, եթե քո թոշակը չի բարձրացում, դու ոնց կարող ես յոլա գնալ այս թանկացումներին։ Ես ուղղակի ուզում եմ դա հասկանալ։ Biz պահանջում ենք, որպեսզի բոլորս քաղաքացիները պետք է պահանջենք, որպեսզի վերջ դրվի այս թալանին, որպեսզի մի քանի օլիգարխ մեր երկրում կոնկրետ չհարստանան։ Մի քանի սուպերմարկետներ 5 րոպե մեկ գնապիտակներ չփոխեն։ Մեր երկրում պիտի լինի արդար պահանջ եւ այս կարծում եմ այս ակցիան պիտի մեծանա եւ ամեն դեպքում ակնկալիքներս ու համոզմունքս նաեւ որ հասնենք հաղթանակի։ Բացի այստեղ բողոքի ակցիաներից այլ քայլեր նախատեսվում են անել։ Բնականաբար սա ինքնաբուխ, այսպես ասած, ակցիա է, չգիտենք հետագայում ինչ կլինի։ Կարծում եմ այսօր արդեն բարձ կլինի օրվա ավարտին, երբ որ ակցիան ավարտվի, եթե մեր պահանջները չկատարեն, ժամկետներ բնականաբար մենք կտրամադրենք, եթե ժամկետներում մեր պահանջները չկատարվեն կամ աշխատավարձները եւ թոշակները բարձրացնեն համապատասխան գնաճին, կամ արդեն թե ինչպիսի քայլեր կլինեն, դա հետագան ցույց կտա, ամեն դեպքում կարծում եմ, որ այս ամբողջը էլ ավելի ամենացանալու։ Երեք Հովիկ Աբրահամյանը շրջել էր ու կարծես որոշակի կանոնացում եղավ դրանից հետո դուք չեք կարծում, որ իսկ եթե դոլարը կանոնացում եղավ, հարգելիս, իսկ ինչու որոշակի խանութներում, այդ նույն սուպերմարկետներում գումարային, այսպես գնային մենք այդ արժեքները չտեսանք, իջեցումը չտեսանք։ Այսինքն նկատի ունեք մի մասում եղավ, մի մասում չեղավ։ Միանշանակ, դուք միած սովորական խանութներ գնացեք, եթե որոշ սուպերմարկետների պահի գնապիտակը 20 դրամով են էժանացել, ինչի է 800 դրամանոց եթե այսօր 1200 դրամով վաճառում, 1050 դրամով վաճառում։ Այսինքն նախկին գներին չի եկել։ Բնականաբար, դու կարող եք հենց հիմա ուզում եք միասին գնանք որևիցե խանութ, սուպերմարկետ, մոտակայքում է սուպերմարկետ կա, որը որ երեք այցելեցի։ Կարող եք գնալ եւ տեսնել, որ նույն գնային բանը պահպանվել է, այնպես որ մենք շոուներին ընդհանրապես չենք հավատում։ Հիմա այսօր պահանջները ինչ-որ մեկը փոխանցել։ Բնականաբար ում եք փոխանցել, սպասում ենք բնականաբար մենք հրավիրենք այստեղ քիչներ, մեր պահանջը կփոխանցենք իրենց եւ ամսի 23-ը իրենց միջը ժամանակը տանք այս ամենը կարգավորել։ Եթե չէ, արդեն կարծում եմ, որ ժողովուրդը էլ ավելի այլ հայերի կհասնի։ Հասմիկ Սարգսյան, նախաձեռնության անդամ։